Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչեւ 75% բացառիկ զեղչով։ Եվ այսպես Աբու Դաբիում այսօր տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Բանակցություններին ներկայ էին նաեւ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ադրբեջանական կողմից բանակցություններին մասնակցում էին փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Ալիևի խորհրդական Հիկմետ Հաջիևը եւ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Հետո երկու երկրների ղեկավարները հանդիպումը շարունակել են դեմ առ դեմ ձևաչափով։ Հայաստանի կառավարությունը հայտնում է, որ կողմերը ողջունել են Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալությամբ եւ վկայությամբ կայացած խաղաղության գագաթաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը։ Նրանք նշել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական դինամիկայի պահպանման ու առաջմղման կարեւորությունը երկկողմ ձևաչափով։ Կողմերը ընդունել են, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին առօրյայում։ Նրանք գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի եւ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի շարունակական արտահանման, ինչպես նաեւ երրորդ երկրներից հացահատիկի եւ այլ ապրանքների տարանցման իրականացման կապակցությամբ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։ Կողմերը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նրանք նաեւ ողջունել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները եւ համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտության հարցում։ Վարչապետ Փաշինյանը եւ նախագահ Ալիևը քննարկել են TRIP-ի եւ այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության եւ կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ եւ համաձայնել պահպանել շփումները երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով, նշում են կառավարությունից։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Արաբական Միացյալ Էմիրություններ են ժամանել ստանալու Զայեդ մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը։ Վարչապետ Փաշինյանը ճանաչվել է Զայեդ մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիր, ի նշանավորում են Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության եւ կայունության ապահովման օրակարգը հետեւողականորեն առաջ մղելու համար։ Նույն մրցանակին Ադրբեջանի նախագահ Ալիևի արժանանալը ընդգծում է խաղաղության առաջմղման համար համատեղ ջանքերը։ Մարդկային եղբայրության Զայեդ մրցանակը ամենամյա անկախ ու միջազգային մրցանակ է, որը շնորհվում է աշխարհի տարբեր երկրներում գործող անհատներին ու կազմակերպություններին, որոնք օրինակ են ծառայում, համագործակցում են, կամուրջներ հարթում, ստեղծելով իրական մարդկային կապեր հաճախ անձնական զողողությունների գնով։ Մրցանակի դափնեկիրները ստանում են 1 միլիոն ԱՄՆ $։ Եվ այժմ զրուցելու եմ քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ։ Ողջույն պարոն Մանուկյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Եվ այսպես պարոն Մանուկյան, հանդիպումը եւ արդեն պաշտոնական հաղորդագրությունը հանդիպման օրակարգի վերաբերյալ ինչ է մեզ հուշում այն պարագայում, որ մենք դեռևս չունենք խաղաղության պայմանագիր։ Այսինքն ըստ հայաստանյան տարբեր քաղաքական շրջանակների պնդումների ամեն ինչ շատ հեղեղուկ է եւ ոչ հաստատուն։ Հեղեղուկ է եւ հաստատուն, եթե այդ որոշ քաղաքական շրջանակներ այս տարվա ընտրություններում գան իշխանության։ Ակնհայտ է, որ եթե քաղաքացիական պայմանագիրը կամ խաղաղության պայմանագիրը ողջունող ուժերը լինեն Հայաստանում իշխանություն այս տարվա ընտրություններից հետո, խաղաղությունը այլևս կդառնա գրեթե անշրջելի։ Ես չեմ կարծում, թե ինչ-որ նորություն կամ հետաքրքիր բան կա այս հանդիպման մեջ, որովհետև մեկ է, մինչև ընտրությունները ես չեմ կարծում, թե ինչ-որ էական բան է փոխվելու պայմանագրի հետ կապված, այսինքն Ադրբեջանի պահանջը, որ Հայաստանի սահմանությունից այդ դրույթը հանվի, դա մինչև հիմա մնում է, դա կհանվի սահմանադրական փոփոխություններից հետո, որից հետո նոր արդեն ըստ էության փաստացի հաստատված գործնականում հաստատված խաղաղությունը կստորագրվի ստորագրման տեսքով այդ նախաստորագրված համաձայնագրերի։ Այնպես որ ինչ-որ նոր բան կամ հետաքրքիր բան չկա եւ ես չեմ կարծում, թե կլինի մինչեւ Հայաստանի խորհրդարանական ընտրություններ կամ եւ սահմանադրական հանրաքվե, որովհետեւ
խորհրդարանական ընտրություններից հետո, եթե բարձվի, որ ուրեմն այդ խաղաղությանը օրակարգին դեմ հանդես եկող ուժերը գալիս են իշխանության, Ադրբեջանը իր հնարավորություններ ու լծակներ դեռ պահել է, որ ինքը հետ կանգնի այդ խաղաղության գործընթացից եւ ինքը այդ լծակները չի կորցնելու, հիմա չի ամբողջությամբ վերացնելու այդ լծակները, որ հետո Հայաստանում իշխանության կան ռևանշիստները ու Ադրբեջանը փաստի առաջ կանգնի։ Շատ իր տեսակետից ռացիոնալ վարքագիծ է եւ ես էլ չեմ կարծում, թե մինչեւ խորհրդարանական ընտրություններ ինչ որ էական ու հետաքրքիր բան փոխվի այս առումով։ Այսինքն ընտրությունների անկանխած տեսելիությունը հաշվի առնելով Բաքուն փորձում է, այսպես ասած, իրեն ապահովագրել, հա։ Տեղ թողնել, որ հետ գնա հետո, եթե Հայաստանում պատերազմական ուժեր կան իշխանության, որ ինքը տեղ թողնի, որպեսզի կարողանա իրագործել այլ օրակարգ։ Ավելի շատ ճնշել Հայաստանին, դուրս գալ այդ խաղաղության օրակարգից, էլի։ Շատ լավ, մասնավորապես տնտեսական գործակցության ընդլայնման հնարավորություններն են քննարկել երկու երկրների ղեկավարները։ Այն ինչ որ կա, հա, դա հիմնականում հացահատիկն է երրորդ երկրներից եւ ադրբեջանական նավթամթերքը։ Ուրիշ ինչ կարող է օրինակ հետաքրքիր լինել, թե այսպես ասենք, եւ նաեւ ադրբեջանական կողմի համար։ Համենայնդեպս մենք դեռևս շատ կոպիտ ասած տեսնում ենք միակողմանի առևտուր։ Ես դժվարանում եմ ասել կոնկրետ ինչ կարող է լինել։ Ես կարծում եմ, որ այս տեսակ հանդիպումներում նաև դա են քննարկում, թե մինչև այդ, ասենք, ինչ կարելի է, ինչ կարելի է անել, որ անընդհատ մինչև ընտրությունները ես կարծում եմ էլի կլինեն ինչ որ այդպես դրական լուրեր առևտրի հետ կապված, տնտեսության հետ կապված, բայց ես դժվարանում եմ ասել կոնկրետ ինչ կարող է լինել, էլի։ Ես ու չեմ կարծում, թե ինչ որ մարդ կա Հայաստանում փորձագիտական շրջանակներում, որ կարողանա հստակ ասել, թե այ սա կարող է լինել, այ նա կարող է լինել, բայց կարծում եմ դա իրանց քննարկման օրակարգում է, այսպիսի հանդիպումներ, որ անում են, նաև այդ հարցերն են քննարկում։ Պարոն Մանուկյան, նաև ողջունեցին երկու երկրների քաղաքասարակությունների շփումները, խոսեցին դրանց ընդլայնման անհրաժեշտության մասին, հա, այստեղ կառավարությունները ինչ որ դեր կամ անելիք ունեն։ Ես կարծում եմ, որ նախաձեռնությունը քաղաքասարակության կողմից է եղել եւ պետք է հենց քաղաքասարակությունն էլ ինքը շարունակի նախաձեռնող լինել, կառավարությունները կողքից կարող են ընդամենը աջակցել։ Լավ է, որ նախաձեռնությունը գալիս է քաղաքասարակությունից եւ ոչ թե այսպես կառավարությունն է անգլերեն լավ բառ կա nudge անում, հա, այսպես բրդում մի տեսակ, որ քաղաքասարակությունն էլ ինչ որ ակտիվություն ցուցաբերի, ես կարծում եմ այդ է, ընդամենը կառավարությունն էլ կողքից աջակցություն է ցույց տալու։ Ես ընդհանրապես կարծում եմ հիմա էլի ինչ որ հետաքրքիր բաներ Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգի հետ կապված դժվար լինեն եւ հանրության մտահոգության կամ քաղաքական ուժերի այսպես կասկածների տեղ կարող էին տալ միայն վերջին ամիսների ընթացքում միջազգային իրադրությունում կատարվող իրադարձությունները, մասնավորապես Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջև հարաբերությունների լարումը, հատկապես Գրենլանդիայի հետ կապված։ Ես նկատել եմ, որ ինչ որ տեղեր կան կարծիքներ, թե ուրեմն խաղաղության կուրսը ընտրված սխալ է գնում, այլ որովհետև հենա ամբողջ աշխարհում պատերազմ է, նույնիսկ արևմուտքի ներսում այդ պատերազմը կարող է բռնվել եւ ուրեմն դրա համար ընտրված խաղաղության կուրսը սխալ է, մենք պետք է կարողանայինք ավելի այնպիսի քաղաքականություն վարենք, որ ավելի շատ ծախսենք բանակի վրա եւ այլն եւ այլն։ Այդ մտահոգությունները կարծում եմ այս պահին եւ մինչեւ ընտրությունները հայել բարձրացվելու են հայաստանյան քաղաքական դաշտում եւ ես կարծում եմ, որ հիմնավոր չեն այդ մտահոգությունները։ Ինչու հիմնավոր չեն, երբ պարբերաբար խոսում են, որ աշխարհը, այսպես ասած, պատերազմի է պատրաստվում, մենք խաղաղություն ենք քարոզում։ Հա, մենք կարող ենք խոսել մեր տարածաշրջանից, Իրանի իրավիճակը, առհասարակ Մերձավոր Արևելքը, դուք ինքներդ նշեցիք, նույն Արևմուտքում կան ընդգծված հակասություններ, Գրենլանդիա եւ այլն, Կանադա, ռուս-ուկրաինական պատերազմը։
Առաջինը, որովհետև նույնիսկ եթե այդպիսի հակասություններ լինեն եւ ինչ որ տեղերում պատերազմներ բռնկվեն, դրանից լավագույն պաշտպանությունը այն է, որ դու քո հարևանների հետ պայմանավորվում ես եւ այդ ձևով ես քեզ ապահովագրում այդ աշխարհում տեղի ունեցող process-ներից։ Տեսեք, այն ժամանակ, երբ որ ամբողջ աշխարհում խաղաղություն էր գնում, ռազմական բյուջեները կրճատվում էին 90-ականներին, 90-ականներին ու 2000-ականներին։ Հայաստանում լրիվ հակառակն էր գնում։ Այսինքն, եթե աշխարհում ինչ որ տեղերում մարդիկ սկսում են ավելի շատ հատկացումներ անել ռազմական ծախսերին, պատրաստել պատերազմի, դա չի նշանակում դե ավտոմատ պետք է տեղափոխվի Հայաստան կամ հակառակը։ Այդ տենդենսները մեր տարածաշրջանի եւ աշխարհի կարող են հակառակ ուղղությամբ գնալ, սա մեկ։ Բայց երկրորդը այդ մտահոգությունները մենք տեսանք, որ փարատվեցին, խոսքը մասնավորապես Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հարաբերությունների լարվածության մասին է։ Տեսեք, Տրամպը Դավոսից առաջ անդադ խոսում էր, սպառնում էր, որ ուժով կվերցնի Գրենլանդիան, չէ՞։ Բայց ինչ տեղի ունեցավ։ Ընդամենը 40 զինվոր մի քանի օրով օրով կամ մի քանի շաբաթով եվրոպական մի 6-7 երկիր ուղարկեցին Գրենլանդիա, Տրամպը ել ավելի զայրացավ, հայտարարեց, թե ուրեմն մաքսատուրքերը եւս 10%-ով ավելացնելու է, բայց հետո հրաժարվեց եւ նրանից, այսինքն այդ սպասելիքը եւ անհանգստությունը, որը իմ մոտ էլ կար, որ կարող է Տրամպը վաղը մյուս օր արթնանա եւ զորք ուղարկի Գրենլանդիա, այս պահին այլևս չկա։ Եվ երբ որ նայում ենք, թե ինչի արդյունքում եղավ, որ Տրամպը այդքան հոխորտալուց հետո, անընդհատ խոսելուց հետո հրաժարվեց իր այդ ծրագրից, Գրենլանդիա մուտք գործելուց, ընդ որում հրաժարվեց այն բանից հետո, երբ որ եվրոպացիները ընդամենը 40, ասում եմ, 40 զինվոր են ուղարկել Գրենլանդիա, ընդ որում զորավարության համար մի քանի շաբաթով։ Այս պատմությունը լավ հիշեցնում է եվրոպացիների հայ-ադրբեջանական սահմանի վրա կանգնելը։ Հիշում եք ինչ մեծ աղմուկ բարձրացավ, երբ որ անձն եվրոպացիները ընդամենը եկան կանգնեցին Հայաստանի սահմանին, ասին մենք կդիտարկենք։ Ու դրանից հետո սահմանին ինչ հանգիստ էր ու խաղաղ վիճակ էր։ Հիմա էլ մի 40 զինվոր չեն էլ ասել Տրամպի դեմ եկան բան, ուղղակի ուղարկել են Գրենլանդիա, ասել են իրենք թող այստեղ մնան, ինչ որ զորավարություն անեն։ Ու դրանից հետո հետ կանգնեց Տրամպը։ Եվ մենք նաև տեսնում ենք ուրիշ process-ներ, Եվրամիությունը սկսում է ազատ առևտրի համաձայնագրերը համաձայնեցնել Հարավային Ամերիկայի երկրների հետ, Հնդկաստանի հետ էս վերջերս համաձայնեցրին, այսինքն Տրամպի քաղաքականությունը տանում է նրան, որ Եվրոպան սկսում է ավելի համախմբվել եւ ավելի ու ավելի կոպիտ ուժ հավաքել իր ձեռքում, որ տեղն եկած տեղը օգտագործի, բայց դեռևս այդ կոպիտ ուժը չի հավաքվել, որտեղ եվրոպական ընդհանուր բանակ չկա, չնայած եվրոպական երկրներում կա 2 միլիոն զորք առանձին խմբերում, բայց դա կոորդինացված չի, դա հիմնական խնդիրներից մեկն է։ Բայց ընդհանուր աշխարհի տենդենսը ցույց է տալիս, որ այդ մտահոգությունը, թե վայ, փլուզվեց Ամերիկա-Եվրոպա հարաբերությունները եւ հիմա այսա սկսելու են բոլորի դեմ պատերազմել եւ այլն, դե մի քիչ չափազանցված են, էլի։ Իհարկե Տրամպը վաղը մյուս օրը կարող է արթնանալ եւ ասել, ասենք, չգիտեմ, այս անգամ ասի Իռլանդիան եմ ուզում, Իռլանդիան պիտի դառնա Ամերիկայի մոտ, կամ նույնիսկ Մեծ Բրիտանիան, դա իր բնորոշ բան է, բայց ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք, որ այդ հարաբերությունները Ամերիկայի ու Եվրոպայի այնպիսին են, որ հիմա ընդհանրապես Եվրամիությունը առանձնանում է Միացյալ Նահանգներից եւ արդեն քայլեր է ձեռնարկում, փոքր, բայց հաստատուն քայլերով գնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից առանձնանալու եւ այլ երկրների հետ եւ առևտրային հարաբերություններ ավելացնելու եւ հիմա արդեն օրակարգի մեջ է մտել երկաստիճանի Եվրամիության անդամակցության ծրագիրը։ Շատ հավանական է, որ Ուկրաինան եւ այլ հավակնորդ երկրները 2 աստիճանով դառնան Եվրամիության անդամ։ Այսինքն այս տենդենսներն են կատարվում եւ իմ միտքը այն է, որ Հայաստանի հանրությունը չահաբեկվի հանկարծ այդ բաներից, ասենք Կանադայի վարչապետը այնտեղ խոսել էր բանից, որ միջազգային իրավունքը այլևս գոյություն չունի եւ այլն, եկեք ընդունենք, այդպես բաներ են ասում։ Հիմա այդպիսի մտահոգություններ էլ իհարկե կան, բայց
դա այսպես չափազանցված, ուռճացված Հայաստանի ներսում կարող է ներկայացվի եւ հերթական անգամ ահաբեկվի հայ հանրությունը, ինչպես որ ահաբեկվում էր 2024 թվականի 25 թվականի սկզբին է, 24 թվականի սկզբին է, ես հիշում եմ, ես որ հարցազրույցներ էի տալիս, անընդհատ լարված վիճակ էր, թե այսօր վաղը հարձակվելու է ուրեմն Ադրբեջանը մեր վրա, բայց այդպիսի բան չեղավ։ Հիմա այդպիսի պանիկայի մթնոլորտ թող Հայաստանում չստեղծվի, թե աշխարհում էս այսա բոլորը իրար են տալու, իրար հետ կռիվ են անելու։ Տեսեք, դուք ընդհանուր աշխարհում տիրող իրավիճակի մասին խոսեցիք, որը այո, այնուամենայնիվ ոչ ստաբիլ է, եւ հիշեցիք օրինակ եվրադիտորդներին, հա, Հայաստանում տեղակայված։ Քաղաքական շրջանակներ կան, որոնք հենց հղում են անում նաեւ դրան, ասում են, օրինակ Ադրբեջանի հետ գնալով համաձայնությունների, որի պարտավորություններից մեկը նույն եվրադիտորդների դուրսբերումն է, որոնք որոշակի կայունություն բերեցին մեր երկրին եւ տարածաշրջանին, ընդհանուր մինչեւ դեռ խոսք չկար ոչ մի խաղաղության համաձայնագրի մասին եւ հաշվի առնելով անկայուն իրավիճակը գլոբալ մակարդակում, ապա ինչպես կարելի է վստահ լինել Ադրբեջանի հետ կամ Ադրբեջանի կողմից պայմանագրային դրույթների կատարման վրա եւ չեզոքացնել անվտանգային այն, այսպես ասած, բաղադրիչները գլոբալ անկայունության պայմաններում։ Այդ գլոբալ անկայունությունը այստեղ կապ չունի, որովհետև անկայունությունը Ադրբեջանի հետ է կապված։ Եթե կա վստահություն, որ Ադրբեջանը չի պատրաստվում պատերազմին, այդ վստահությունը կա, որովհետև Ադրբեջանը ցույց տվեց դա օգոստոսին նախաստորագրելով այդ համաձայնագրերը, ցույց տվեց դա ուրեմն այդ տնտեսական հարթությունում ճանապարհ թույլ տալով, որ բեռներ տեղափոխվեն իր տարածքով եւ անընդհատ դա ցույց է տալիս։ Եվ այս պայմաններում եվրոդիտորդների տեղակայումը, եթե կա լիարժեք վստահություն կողմերի միջև եւ հավանությունը հաստատված է, դառնում է անիմաստ, սահմանի վրա համենայն դեպս։ Իհարկե, մեր կոնֆլիկտը այնքան երկար տասնամյակներով է տևել, որ դժվար է վստահություն մի քանի տարում ուրեմն հաստատել, պատերազմը ընդամենը 5 տարի առաջ էր, 5-6 տարի առաջ է տեղի ունեցել, եթե հաշվենք 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններն ու Ղարաբաղի հայաթափումը, ավելի կարճ ժամանակ է։ Ուրեմն ժամանակ է պետք լիարժեք վստահության վերականգնման համար։ Դրա համար եվրոդիտորները կարող են կանգնել ոչ թե սահմանին, այլ ասենք, չգիտեմ, ներքաշվեն Հայաստանի ավելի ներսի քաղաքներում կամ ընդհանրապես հանվեն։ Ես չգիտեմ, այդ հարցը ավելի շատ իշխանությունները, այդ պահի իշխանությունը կարող է որոշել, կախված նրանից, թե ինչ վստահության աստիճան կա ադրբեջանական կողմի նկատմամբ, բայց ընդհանուր տրամադրվածությունը դա է, որտեղ եթե դու եվրոդիտորդներին կանգնացնում ես եւ շարունակում ես պահել իրենց տեղ, այո, քեզ պաշտպանում են իրենք, բայց ստացվում է, որ դու չես վստահում Ադրբեջանին։ Սա արդեն այնքան էլ լավ չի։ Ավելի լավ իրավիճակ է, երբ որ ոչ մի եվրոդիտոր չկա եւ երկու կողմերն էլ միմյանց վստահում են, որ ոչ այն կողմից, ոչ այս կողմից հարձակում չի լինելու։ Սա ավելի իդեալական իրավիճակ է, ավելի լավ վիճակ է, քան թե եթե եվրոդիտորներն են կանգնում այդ տարածքում ու պաշտպանում ես ու կրակոցներ չեն լինում։ Շնորհակալություն։ Խնդրեմ, ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս քաղաքագետ Հրայր Մանուկյանն էր։